Երևանի տրանսպորտային ընկերությունները սնանկանում են դատվում։ Նախորդ շաբաթ առաջին լրատվականին ահազանգել էին Լյուդվիգ եւ որդի ՍՊԸ հիմնադիր Լյուդվիգ Պողոսյանը եւ փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը։ Լյուդվիգ Պողոսյանը մանրամասնում էր, սպասարկում է 2 երթուղի, 37 եւ առաջին համարի։ Նախկինում սպասարկել է 4 երթուղի, սակայն սնանկացման պատճառով 17 եւ 4 երթուղիներն այլևս չեն գործում։ 20 միլիոն դրամ պարկ է քաղաքապետարանին, 13 միլիոնից ավել հարկայինին, բանկերի պարտքերն էլ գերազանցում են 1 միլիոն ԱՄՆ դոլարը։ Վաղուց դիմել է դատարան, բանկը հարկադիրի հետ արդեն խնդիրներ ունենք, հարկայինի հետ ասեցի խնդիրներ ունենք, բոլոր տեղերը խանութների հետ խնդիր ունենք, պայստային մասեր են գնում, ասենք փողերը չեն կարողանում տալ։ Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը արձագանքում է, գաղտնիք չէ, որ 100 դրամ ուղևորափոխադրման սակագնի պարագայում ընկերությունները խնդիրներ են ունենում, սակայն բնակիչներն ավելին վճարել պատրաստ չեն կարող։ Իհարկե ծանոթ ենք մենք այդ խնդրին, բայց նրանք մրցույթներին մասնակցելու ժամանակ տեղյակ էին եւ սակագնին, եւ հարկաիրավիճակին, եւ այդ առումով կարելի ասել, որ խնդիրը կա, բայց նրանք շարունակում են սպասարկել հիմնականում։ Քաղաքապետարանը ձեռնարկում է միջոցներ եւ կարծում եմ ունի ռեզերվային պարկ այս պահին, որպեսզի եթե լինեն դեպքեր, որ ուղևորափոխադրող կազմակերպությունները հրաժարվեն ինչ որ երթուղիներ սպասարկելու, կանի հնարավորը, որպեսզի այդ բացը լրացնի։ Փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը հակադարձում է. 2-3 ընկերություններից ավել փակվեն սպասարկման համար ռեզերվը չի բավականացնի։ Բացի այդ, ընկերություններին պետք չէ խնդիրների մեջ թողնել, ասելով, թե գիտեին, որ ոլորտում են գործունեություն ծավալելու։ Գլխի վրա եթե թեփը առաջանում միջոցը գլուխը կտրելն է։ Այդպես չի կարելի մոտենալ։ Մարդիկ ներդրում են կատարել, հսկայական ներդրումներ են կատարել։ Բերել են շարժակազմ։ Այդ շարժակազմով մասնակցել են մրցույթի, շահել են մրցույթը։ Դրանից հետո թարմացրել են իրենց շարժակազմերը։ Վահե Նիկոյանն էլ ընդգծում է տրանսպորտային ընդհանուր խնդիրները անհրաժեշտ է տարանջատել երկու մասի։ Երթուղային ցանցի առկա համակարգի պարագայում տրանսպորտի սպասարկումը, խնդիրները եւ ընդհանուր համակարգային բարեփոխումները։ Քաղաքապետարանի ամենօրյա խնդիրն է ապահովել առկա տրանսպորտային պարկով անվտանգ ուղևորափոխադրումը։ Քաղաքապետի տեղակալը հիշեցրեց, որ նոր երթուղային ցանց ունենալու համար հետազոտություններ են իրականացվում Ասիական զարգացման բանկի կողմից ֆինանսավորվող քաղաքային ենթակառուցվածքների եւ քաղաքի կայուն զարգացման ծրագրի շրջանակում։ Արդեն իսկ ավարտվում է միջազգային խորհրդատուի ընտրման փուլը։ Առաջիկա 1 տարվա ընթացքում մենք խորհրդատուից ակնկալում ենք ամբողջական նոր երթուղային ցանց, որը կնախատեսի, այսինքն ըստ էության կբացառի, հնարավորինս կբացառի բոլոր կրկնությունները, կնախատեսի բոլոր տրանսպորտային տեսակների արդյունավետ օգտագործումը, ուրեմն կապահովի բոլոր տրանսպորտային տեսակների օգտագործումը, մասնավորապես մենք նաև հաշվի պետք է առնենք Երևանի մետրոպոլիտենը, վերգետնյա էլեկտրոտրանսպորտը, դրանք բոլորը պետք է համակցվեն, կնախատեսի էլեկտրոնային տոմսային համակարգ, կնախատեսի նաև տոմսային համակարգի մոտեցումները։ Վահե Նիկոյանը մանրամասնում է միասնական տոմսային համակարգն այն է, երբ մարդն A կետից B կետը երթևեկելու համար, եթե նույնիսկ ստիպված է 3-4 տրանսպորտ փոխել, 3-4 անգամ չի վճարի։ Գուցե կախված երթուղու երկարությունից տարբեր կլինի ուղևորավարձը։ Դա չի նշանակում, որ դա թանկանալու է կամ էժանանալու է ըստ էության, որովհետև ըստ ուղևորի, եթե նախկինը տեղափոխվում էր պայմանական է թվերը ասում, ես այդ հաշվարկները այս պահին չունեմ, եթե մի ուղևոր տեղափոխվում էր 4 կիլոմետր եւ վճարում էր 100 դրամ, մեկը 15 կիլոմետր եւ վճարում 100 դրամ, եւ եթե պայմանական կիլոմետրը սահմանվի, ասենք թե 15 դրամ, օրինակ եմ թվերն ասում, ապա այդ ուղևորը, որ վճարում էր 100, արդեն կսկսի վճարել 60։ Մի ուրիշն էլ 15 կիլոմետրի համար կվճարի 200, պայմանական եմ ասում։ Այսինքն դա թանկու էժանի խնդիրը չի դրվում է ծառայության դիմաց արդար փոխհատուցման խնդիրը։ Երկակի խնդիրը։ Ինչով։ Իսկ որքանով է նորմալ, երբ որ այն ապրանքը, որ արժի 200 դրամ, այսօր վաճառվում է 100 դրամով։ Ես որպես փոխադրող եմ արդեն խոսում, փոխադրողների տեսանկյունից։ Որքանով է դա նորմալ, դա էլ նորմալ չի։ Հասկանալի է, որ ժողովրդի ի վիճակի չի։ Ճնշող մեծամասնությունը այսօր ի վիճակի չի այդ բարձր տարիֆին։ Հրանտ Եղիազարյանը ներկայացնում է իր մտահոգությունը։ Նոր երթուղային ցանց ունենալու համար բավականին ժամանակ է հարկավոր։ 1 տարուց ավելին։ Մինչ ծրագրերը կհաստատվեն, կյանքի կկոչվեն, սպասարկող ընկերություններից շատերը կվերանան։ Ուստի կրկին իր առաջարկն է հնչեցնում. սուբսիդավորել, հարկային քաղաքականությունը փոխել, ապայի հետ կապված հարցերը կարգավորել։ Փոխքաղաքապետն էլ արձագանքում է, բարձրացված հարցերն իրենց տիրույթում չեն։ Անի Գևորգյան, Սևակ Սողոմոնյան, Առաջին լրատվական։